Ցախավելի գաղտնիքը։ Շատին ժամանակ մի թագավոր կար, զորեղ իմաստուն և շատ էլ արդար, դա որ ծերացավ մոտեցավ մահվան, չգիտեր թե ով կհաջորդի իրան, թեպետ նա ուներ 12 որդի, բայց չէր իմանում թե որին ընտրի, մեծը ուժով էր, բայց անգութ ու չար, նրանից փոքրը թույլ և ցավագար, երրորդը անհոգ ու խելքից պակաս, չորրորդը անմիտ, թեև անվնաս, այսպես ոչ մեկը, որ սրտովը չէր, ու մեկը նրա բնույթը չուներ, միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս, բայց նա էլ հոր մոտ չէր գնում գալիս, այս պատճառով էլ հայրը չգիտեր, թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր, թագավորն այսպես շատ որ մտածեց, հանելուկի պես մի բան հնարեց, մի թարմ թախավել իր առջև դրած, որդոցը կանչեց և նրանց ասաց. «Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ, որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ, ինչպես տեսնում եք, ես ծերացել եմ և բավական է որքան ապրել եմ, շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ, նրանց պես ես էլ սև հող կդառնամ, բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս, կուզեմ ձեզ հայտնել, ինչ կա մտքումս, ահա ձեր առջև մի թարմ թախավել, ուր ես հենց այսօր կապել եմ տվել, ձեզանից ով որ կկոտրե սրան, իմ թագն ու գահը կտամ ես նրան, դե՛հ առաջ եկեք, ուժերդ փորձեք, տեսնեմ ձեզանից որդ կկոտրեք, հայր ես կկոտրեմ, ասաց մեծ որդին, և վստահությամբ մոտեցավ Ավլին, վեր առավ ավելն ու ծունկը կալավ, քաշքշեց, ոչինչ չի եղավ, շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ, դեղնեց, սպրտնեց ու ետ քաշվեցավ, հետո երկրորդը եկավ վեր առավ, նա էլ իր եղբոր դառն օրին հասավ, երկրորդն էլ եկավ, իր ուժը փորձեց, բավական տանջանք, չորրորդն էլ կրեց, մյուսներն էլ իրենց բախտը փորձեցին, բայց ցախավելը չի էլ ծռեցին, ամենիցը վերջ փոքրը մոտեցավ և իր հոր առջև այսպես խոսեցավ. «Հայր, ես չեմ ուզում իմ ուժը փորձել, իմ եղբարց նման իզուր չարչարվել, ես երեխա չեմ ու ձեռքս մեկնեմ դեպի լուսինը, որ նրան բռնեմ, ջուրը կխեղդե, կրակը կայրե, ով այս չգիտե, թող նա փորձ անե, ես ուժ տեսնում ամենայն բանում, թե երկրիս վրա և թե երկնքում, աղմեկ բարակ ծեղ, միմազ կամ միթ էլ, մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ, թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին, ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին, կա և խելքի ուժ, ինչպես և սրտի, աչքի ականջի, ձեռքի և ոտքի, ուժ չի ունենալ ոչ մի առարկա, եթե մասներում միություն չկա, մատներն իրար հետ, երբ սերտ կապ ունին, նրանք անկասկած ուժով կլինին, այսպես շատ անհատ, երբ որ միանան, մեծ և չափազանց մեծ ուժ կստանան, մեզ լավ օրինակ Մրջմին ու Մեղուն, թե նրանք խմբով ինչեր են անում, նրանց պես մարդիկ եթե միանան, լեռներ կշրջեն, եթե կամենան, և ինչքան լճեր, այնքան ջրանցքներ, միացած ուժով կարող են շինել, ես քո տերության ցրված ուժերը, ինչպես ցախավլի ճկուն ճղները, ամուր կապերով կապած կպահեմ, այս է քո միտքը, ես որքան գիտեմ, բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ, տեսեք ավելը ինչ կկոտրեմ, և այս ասելով նա վեր է առնում, Ավլի կապեր է քանդում, արձակում, ճկուն ճղերը վերցնում է հատ-հատ, ամենի առջև կոտրում զատ-զատ, ապրիր որդյակս, ասում է հայրը, քեզ է արժանի իմ թագն ու գահը, գրկում է որդուն ճակատից պաչում և թագն իր ձեռքով գլխին է դնում, տեսեք ասում է մյուս եղբայրներին, դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին, եթե սրա հետ սերտ սիրով մնաք, ավելի մեծ ուժ և փառք կստանաք, իսկ եթե զատվիք և ջոգ-ջոգ լինիք, քանդված ավլի պես շուտ կկոտրվիք, մենք հնազանդ ենք, ասում են նրանք, տալով եղբորը պատիվ ու հարգանք, իմաստուն որդին հասավ մուրազին, դուք էլ նրա պես հասնիք ձերինին։